Լավներին զրկել իշխանությունից։ Բայց տեսեք Արման Թաթոյան սուբյեկտ, որին շատ վաղուց եմ ճանաչում, որը Նիկոլի ժամանակ աշխատեց ու ծառայեց 6 տարին, սահմանադրական ժամկետը ավարտեց։ Լավ, իրոք որոշակի կոշտ հայտարարություններ, որպես մարդու իրավունքների պաշտպան հայտարարում էր։ Բայց լավ, Արման Թաթոյան, դու հաշվի ես առնում, թե ում հետ գործում ես։ Դու այն գիտելիքն ու փորձ ունես, որ կարող ես Հայաստանը այս փոսից դուրս բերել։ Հայաստանը ոչ միայն այսօր գտնվում է խայտառակ ծանր վիճակում պատերազմից հետո, այլև կազմաքանդված է ամբողջ պետական համակարգը։ Եթե քաղաքացիները փորձեն գործ ունենալ պետական համակարգի հետ, հավատացեք, նրանք խելացնոր վիճակում կհայտնվեն։ Յուրաքանչյուր կարճ փոքր հարց լուծելու համար ամիսներով գնում են ու կանգնում պետական համակարգի յուրաքանչյուր կառույցի շենքի դիմաց։ Եվ այս կազմաքանդված համակարգը Արման Թաթոյան պետք է դու վերականգնես եւ հանդիսանում ես վարչապետի թեկնածու։ Գիտեք, Նիկոլ Փաշինյան կոչվածը վարչապետի պաշտոնը այնպիսի ցածր աստիճանի բերեց, այնպիսի իջեցրեց, այնպիսի խոր աստիճանի, իջեցրեց շրիշակի ցածր, որ յուրաքանչյուր այսօր իրեն վարչապետ է համարում։ Շատերը մտածում են, եթե Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ աշխատել, որ եթե Պապոյանը կարող է էկոնոմիկայի նախարար աշխատել, Պապիկյան Սուրիկը բանակից դատված լինելով հանդերձ կարող է աշխատել որպես ՊՆ նախարար եւ տեն շարունակ, կամ Արփինե Սարգսյան անձը, որը ոստիկանության համակարգից տեսականորեն գոնե կարող է երկու նախադասություն իմանալ, եթե նա կարող է ներքին գործերի նախարար աշխատել, եթե Վարդապետյան Աննան կարող է աշխատել որպես գլխավոր դատախազ, եթե Քրիստինե Գրիգորյան սուբյեկտը կարող է արտաքին հետախուզության տնօրեն աշխատել, հələ բառը լսեք, արտաքին հետախուզություն, այդ ծառայություն եւ տեղավորեք դրա դիմաց Քրիստինե Գրիգորյան սուբյեկտին։ Եվ մարդիկ մտածում են, եթե սրանք կարող են այդպիսի պաշտոններ գրավել, ուրեմն փողոցում անգրագետ մի հատ սուբյեկտ կարող է իրեն համարել, որ ինքը կարող է վարչապետ աշխատել։ Ես չի ասի, որ Արման Թաթոյանը անգրագետ է, գրագիտություն բավականին ունի, գիտելիք բավական ունի, բայց իրեն ով է դրսել հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա։ Լավ, Արման Թաթոյան, դու պատկերացնում ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիտելիքները, փորձը նրա մասնագիտական, հայրենիքի նվիրվածությունը, հայրենիքի փրկության համար մինչև վերջ գնացող անձի քաշային տարբերությունը քո հետ կապված։ Դու ոնց ես փորձում քայլ գցել եւ նույնիսկ պահանջ ու առաջարկ ներկայացնել, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա։ Ռոբերտ Քոչարյանը այն արմատական հայրենանվեր սուբյեկտներից է, որ մինչև վերջ կանգնեց։ Եթե երկու օր քրեակատարողական հիմնարկում ձեզ սպանեն, կարողա ձեր կենսագրությունը չէ, պապի տատի կենսագրությունն էլ պատմեք։ Մարդը 1.5 ավելի քան 1.5 տարի օրացուցային տարին օրեր մարդը մնաց քրեակատարողական հիմնարկում, արդարացվեց, հիմա նորից շարունակում են ստոր դատավարություններ իրականացնել, եւ նա կարողանում է դա պահել, պահում է մինչև վերջ, եւ դու փորձում եք նման մարդու հետ քայլ գցել, եւ մյուսներին ես նույն խորհուրդը կտայի, եթե իրական անդիմություն եք, դուք պետք է ունենաք մեկ թիրախ, պետք է հարվածել մեկ կետի, պետք է ամբողջ ուժերը ներդնել այս ազգատավ իշխանություններին դուրս վռնդելու, որտեվ սրանց վերարտադրությունը դա նշանակում է Հայաստանի վերջի սկիզբը։ Արդեն վերջն է գալու Հայաստանի, եւ տեսեք նա ուզում է սահմանադրական մեծամասնություն։ Խորացեք ինչի համար։ Որպեսզի Հայաստանի սահմանները պարբերաբար հանձնի թուրքերին, ինչպես եւ հանձնել է, ինչպես Տաուշում հանձնեց, ինչպես Սյունիքի հատվածներում, Իշխանասարի, Սև լճի հատվածներում։ Վաղուց մոռացել ենք Գորիսկապան 21 կիլոմետրանոց ճանապարհը, միջպետական ճանապարհը, հանձնեցին թուրքերին։ Դա միայն երկարության ճանապարհ չի, դա ինչ խորություն ունի, ոչ ոք չգիտի քանի քառակուսի կիլոմետր հանձնվեց թուրքերին։ Եվ սա շարունակելու է հանձնել։ Եթե մենք ընտրություններում մեկ թիրախ չունենանք, եթե մենք ընտրություններում չկարողանանք միավորվել, հասկանալի է, որ այսօր միավորվել ամբողջությամբ գուցե չստացվի, բայց կրկին անգամ ասում եմ, շատ շատերը, որոնք ընտրությանը մասնակցելու են, եւ եթե ընդդիմադիր են իրենց համարում, ու պետք է որ համոզված լինեն, որ իրանք անցողի քշեմը չեն ունենալու, հետեւաբար չպետք է մասնակցեն։
փորձեն միավորվել խոշոր ուժերին։ Այդ միավորման արդյունքում կարող են այդ ձայները չկորել, չփոշիացվել։ Չէ՞ որ 21 թվականին փոշիացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացավ սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում։ Այդ փոշիացման արդյունքում էր, որ 5 տարի շարունակ տզրուկի պես ազգի արյունն է ծածում։ Հարկերի ավելացման, սահմանների հանձնման, բռնաճնշումների, քաղաքացիների վրա գոռալով, ընդդիմության նվիրյալներին բանտերը լցելով։ Հետևաբար խելքի պետք է գալ, մենք ժամանակ չունենք, դուս թողեք ձեր անձնական ամբիցիաները։ Մի որոշեք, որ դուք արժանի եք ինչ-որ պաշտոնի, լավ ինչ-որ պաշտոն եք ուզեք ստանաք։ Բայց առաջնայինը մի տեսեք դա, առաջնայինը տեսեք հայրենիքի փրկությունը, երկրի փրկությունը։ Եվ իմ խոսքը ես նաև կուզենայի ուղղել այսօր Նիկոլ Փաշինյանին ծառայող ոչ միայն ԿՊԱ-ական այս խղճուկներին, որոնք կամակատար են դարել, եւ որոնք բնականաբար հետդարձի ճանապարհել չունեն։ Բայց պետք է իրենք էլ հասկանան, մինչև վերջ Նիկոլին նվիրվելու պայմաններում դուք Նիկոլի հետ ուղիղ ճանապարհ ունեք գնալու դեպի քրեակատարողական հիմնարկ։ Ասում եմ, սխալի կեսից էլ հետ դառնալն էլ է փրկություն։ Կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ոստիկանության ծառայողներ։ Լավ դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Միթե պաշտոնը, աշխատավարձը վեր է հայրենիքից։ Դուք չեք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը Հայաստանը տանում է կործանման։ Վաղ էլ տեղ չեք ունենալու քայլելու դուք։ Աստծո հաջողությամբ հաղթանակի դեպքում դուք ինքներդ փողոց դուրս գալու հնարավորություն ու տաղամարդկություն չեք ունենալու։ Վախենալու եք փողոց դուրս գաք։ Ամաչելու եք ձեր երեխաների աչքերին նայելուց, որ դուք կարողացել եք, ոչ թե կարողացել, այլ նվիրվել եք ու շարունակում եք նվիրվել Նիկոլ Փաշինյանի տեսակին։ Հիմա տեսեք այսօրվա վիճակում այս անձը նաև շատ կարևոր մի թեմա, որ երեք թե այսօր է խոսել, թե Պուտինին ինքն է զանգել եւ ասել է, որ բա ինքը պետք է զանգի, թե ով ոչ թե Պուտինը։ Նախ եկեք հաշվի առնենք հետեւյալ գաղափարը։ Սրանք ընտրությունները ամեն ինչ անելու են խայտարակ ձևով, ընդդիմադիրների դեմ պայքար տալու միջոցով, ընդունակ են դիմել ամեն ինչի եւ որևէ միջոցների առաջ կանգ չեն առնելու։ Հետևաբար ընդդիմադիր ուժերը, մենք ինքներս բոլորս, պետք է մեր ուժերը ներդնենք մինչև ընտրություններ, գուցե հավաքների, ակցիաների միջոցով եւ բնականաբար ընտրություններից հետո կյանքի ու մահու պայքար մղել ընտրական մեր ձայները պահելու համար։ Կրկնում եմ, սա ունակ է ամեն ինչի։ Անկյուն քշված առնետը պատրաստ է կծոտել բոլորին։ Հետևաբար այս պայմաններում պետք է նաև պատրաստ լինել ձայները պահելու, թույլ չտալու։ Չէ՞ որ սա իշխանության մնալու է դեռևս մինչև օգոստոսի վերջ, եթե չեմ սխալվում։ Այսինքն հունիսի 7-ից 8-ից հետո մինչև օգոստոսի վերջ դեռևս ունակ է ամեն ստորության։ Եվ հետևաբար ընտրություններից հետո պետք է մինչև վերջ մահու եւ կյանքի պայքար մղել, պահելու այդ ձայները, ես համոզված եմ, գերակշիռ ձայները, 50 եւ ավելի տոկոս ձայները պահելու համար։ Եվ հիմա ընտրություններին սա մշտապես օգտագործում է, որ Հայաստանի դեմ իրականացում են հիբրիդային պատերազմ։ Եվ ընտրությունները իբրև թե ճակերտավոր, ազատ եւ արդար իրականացնելու համար օգնություն են խնդրել Եվրոպայից։ Եվրոպայից $15 միլիոն արդեն ստացել են։ Այդքան գումար ստանալուց դեռ բավարար չէ, նաև արագ արձագանքման խումբ են խնդրել Եվրոպայից ներկայանալ Հայաստան։ Հիմա էլ ով է հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ։ Ինչ որ անհայտ մի հատ ուժ, որի անունը չեն էլ տալիս, չեն համարձակվում ասել, որ իրանք պայքարում են Ռուսաստանի դեմ։ Չեն համարձակվում ասել, որ իրենց մտածած, իրենց ձևավորած, իրենց ասենք հայտարարած այդ հիբրիդային պատերազմը իրենք գցում են Ռուսաստանի դաշտ։ Ընդդեմ Ռուսաստանի բերում են եվրոպական ինչ-որ դիտորդներ, Եվրոպայից փողեր են ստանում եւ դրանով կոչում են ազատ ընտրություն։ Չէ՞ որ դա արդեն եղավ ընտրությունների միջամտություն։ Ոչ միայն եղավ կոնկրետ խմբի արձագանքման խմբի ներկայությամբ, այլ կոնկրետ կաշառք են ստանում, գումար են ստանում Եվրոպայից, $15 միլիոն, ինչի վրա են ծախսելու,
Ում դեմ են ծախսելու։ Հավատացեք, սա եւս փոշիացնելու են իրենց մեջ բաժանելու միջոցով։ Եվ Եվրոպայի օգնությունն են աղերսում, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս մնա։ Եվ այսօր ով է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Ադրբեջանը, Թուրքիան եւ իր ռուսապարկերը։ Բնականաբար Եվրոպայի առանձին սուբյեկտներ, ոչ բոլորը։ Եվ իմ ասում է, թե ինքն է զանգել Պուտինին։ Լավ, Վլադիմիր Պուտինին եթե զանգել ես, դու ասել ես, որ հիբրիդային պատերազմը Ռուսաստանի կողմից է վարվում։ Ասել ես, որ Ռուսաստանի դեմ ես բերում եվրոպական փողերն ու արագարձագանքման խմբերը։ Ասել ես, որ դու Ռուսաստանի դեմ հակառուսականությունը քարոզող ամենաառաջնային սուբյեկտն ես, քո Ալեն Սիմոնյան կոչվածի հետ։ Եվ երբեմն մարդ զարմանում է, Հայաստանի բնակչության ավելի քան 50%-ը ապրում է Ռուսաստանից ստացված փողերի հաշվին։ Եվ այս պայմաններում շատերը ասում են Ռուսաստանը թշնամի է։ Ես Ռուսաստանի պաշտպանը չեմ, բայց պետք է իրականությունը գտնել, իրական իրավիճակը պատկերացնել։ Մեր տնտեսությունը ամբողջությամբ կապված է Ռուսաստանի հետ։ Լավ, Ռուսաստանի հետ փակվեց այդ տնտեսական գործոնը, ինչ է կանելու։ Ցորենի 70-80%-ը Ռուսաստանից ենք ստանում։ Ադրբեջանի տարածքից Ադրբեջանի ստացած 4 կարգի ցորենը, որը անասնակեր է, չգիտեմ, ուսապարկերի համար է, թե իրենք ուտում են, դա չեմ կարող ասել, բայց հիմնականում հացամթերք որպես այդպեսին Ռուսաստանից է ստացվում։ Եվ հիմա սա փորձում է կրկին անգամ երկու աթոռի վրա նստել, վազելով Եվրոպայի գիրկը, փորձելով ընկնել Պուտինի կամ Ռուսաստանի գիրկը։ Բայց Ռուսաստանը արդեն հասկացել է, բազմաթիվ կոնկրետ կոշտ եւ կոպիտ պատասխաններ են տալիս, եւ սրանք չեն էլ համարձակում արձագանքել։ Ընդհանրապես վախվորած մկանպես մտած ծակը փորձում են այդ ծակից ինչ-որ արձագանքել Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Բոլոր դեպքերում մեր հանրության ես կոչ եմ անում, արդեն բավականին շատ գիտակից հայրենակիցներ ունենք։ 100,000-ավոր անձիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը այս երկրի առաջին թշնամին է։ Այսօր փողոցում քայլում եմ, լրագրողներից մեկը ինձ հարց է տալիս, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես է հիշվելու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եւ այս իր փոքր խմբակը հիշվելու են Հայաստանի ամենամեծ դավաճաններ։ Հայաստանի 2000 եւ ավել 5000 տարվա պատմության մեջ այսպիսի դավաճանական իշխանություն, այսպիսի դավաճանական սուբյեկտներ Հայաստանը չի ունեցել։ Այս իշխանությունը կհիշվի որպես Հայաստանի դավաճաններ, Արցախը կործանողներ, Արցախը թուրքին հանձնողներ եւ երկիրը կործանման տանող միակ ու եզակի իշխանություն։ Այս սա է հիշվելու սրանցից։ Ես եւս շնորհակալ եմ։